Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը։ Բարև ձեզ Տիկին Կարապետյանց, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Մինչ անդրադառնալը Նիկոլ Փաշինյանի առաջարկներին, խոսենք այն մասին, որ քիչ առաջ տեղեկություն եղավ, որ առևտրի կենտրոններից մեկի ավտոկայանատեղիում դիմակավորված անձինք հարձակվել են հանրային գործիչ Միլան Հակոբյանի վրա եւ նրան վնասվածքներ հասցրել, այս պահին նա գտնվում է հիվանդանոցում, ինչի մասին է խոսում այս ամեն ինչը, ինչ բնութագրում կտաք։ Շատ կանխատեսելի իրավիճակ է, բռնության թիվը ավելանում է եւ հատկապես պիտի լրացվեին նրանք, ովքեր հանրային կապ չունի, մենք համաձայն ենք այդ մարդկանց տեսակետների հետ, չէ, բայց հանրային որոշակի խոսույթ տարածողներ, այսպես ասած ինֆլուենսերներ, հա, բլոգերներ, հանրային հասարակական քաղաքական գործիչներ, բոլորը պիտի լրացվեն, ովքեր Նիկոլ Փաշինյանի թաթիկները չի համբերում, բոլորը պիտի տարբեր ձևերով լրացվեն, ինչպես շատ տարբեր գործիքակազմերով, թե քրեական գործեր հարուցելով, թե բոտերի հարձակումներով, այդ բոտերի ֆաբրիկայի հարձակումներով, թե ֆիզիկական բռնություններով, թե տարբեր միջոցներով, բոլորը պիտի լրացվեն տարբեր հնարքներով։ Եվ սրան արձագանք իհարկե չի լինելու։ Այս այն process-ն է, որին ձգտում էր Նիկոլ Փաշինյանը եւ կարծես թե իր մոտ ինչ-որ բան սկսում է քիչ-քիչ հաջողվել։ Բոլոր նրանք, ովքեր որ աշխատում են Նիկոլ Փաշինյանի իմիջի վրա կամ իրեն խորհուրդներ տալու վրա, իսկապես կարելի ասել, որ իրենք տենց շատ լավ պատրաստված են, իսկապես բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող թիմ այս պահին աշխատում Նիկոլ Փաշինյանի հետ կամ իր վրա, այն քայլերը, որոնք մենք տեսնում ենք, այն հերթականությունը, այն ուժգնությունը մի պահ ոնց որ հետ կանգնել, հետո նորից ինտենսիվացնել, ոնց փայլուն տալիս է այն նպատակներին հասնելու կարծես թե բաները, հա, գործողությունները ամբողջությամբ ծածկվում է, շատ բայց արդյոք սա իր օգտին է այս ամեն ինչը։ Ինչ որ իմաստով այո, որովհետև Նիկոլ Փաշինյանը արդեն գնում է վաբանկ, Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկանում, որ ինքը հանրային սատարում չունի, Նիկոլ Փաշինյանը թեև տարբեր, այդ թվում նաև միջազգային տարբեր ներկայացուցիչներ, տարբեր ատյանների, այսպես ասած ներկայացուցիչներ պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը ունի մինչև 80% սատարում Հայաստանի Հանրապետության ներսում, ես չգիտեմ իրանք սա դիտավորությամբ են անում, թե փորձում են մոլորեցնել հասարակությանը, թե տարբեր չգիտեմ, իրենք են հարցումներ կազմակերպել, եթե իրենք հարցումներ են պատվիրել ու իրանց sense տվյալներ են տվել, ասեն, որ ձեզ խափում են Ժողովուրդ ջան, ասում եք, տեսեք այդ փողը ոնց են ձեզանից տարել, ու ձեզ կեղծ տեղեկություններ են տալու, որովհետև ամենապարզ համեմատությունը հետևյալն է, ցանկացած իշխանության օգտին քվեարկողները միշտ մի տեսակ կամ պարտադրանքով ստիպված են լինում գնալ ընտրությունների մասնակցել կամ ստիպված են կամ այսպես իրանց ոնց ասեմ մեծ սիրուց դեպի իշխանությունը գնում են մասնակցում են կամ տենց ծեծելով տանում են ընտրությունների բոլոր ժամանակներում այսպես է եղել եւ եթե ընդամենը բոլոր ընտրողների իդեպ Լևոն Էրզուրաբյան հաշվարկել բոլոր են տեղերում որտեղ անցկացրել են ընտրություններ այդ բոլոր տարածքներում կար ընտրողների ընդհանուր թիվը մոտավորապես 1,50,000-ի չափով էր պլյուս մինուս շատ փոքր բան վրիպակով եւ ընդամենը 10%-ն էր այդ ամբողջ ձայնի իրավունք ունեցողների քվեարկել։ Ուզում եմ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի համար այդ քվեարկողները եւ տփելով քվեարկելու ուղարկվածները ընդամենը 10%-ն են։ Բայց ինքը պիտի ցույց տա հակառակ էֆեկտ, ինքը պիտի ցույց տա, որ ինքը ստեղ մի այլ կարգի այն մաչոնա այն մեր երկրի բանը ուժեղ տղեն է, միակ տղեն է, ինքը հարց լուծող տղա է, ինքը այ ոնց կուզենա տենց կանի ու ամենակարևոր հարցը Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս բոլորին, որ ինքը խորապես անտարբեր է սահմանադրության նկատմամբ, որ ինքը եւ իր այդ սազանդար պրոպագանդիստ եւ համախոհ համակիրները խորապես պիտի ներողություն եմ խնդրում եթերից պիտի ասեմ խորապես թքած ունեն բոլոր օրենքների վրա, կոնվենցիաների վրա, միջազգային նորմերի վրա, ներպետական օրենքների վրա, խորապես եւ սրանով ինքը ցույց է տալի իր լավ տղա լինել այդ տրամբանության մեջ է փորձում տեղավորվել անշուշտ դա իրան ինչ որ չափով հաջողվում է որտեվ կան մարդիկ որոնք տենց մի տեսակ անտրամադիր ասում են դե տեսեք ինչ ուզում անում է դա այդպես չի ուժեղ կայուն ինքնավստահ մարդիկ լինեն քաղաքական գործիչներ թե առօրյա հանրային կյանքում լինի, առօրյայում լինի, մարդիկ ուժեղ կայացած մարդիկ այդպես իրենց չեն պահում։ Այսպիսի վարքագիծ դրսևորում են նրանք, ովքեր համոզված են, որ իրենք իսկապես չունեն սատարում, բայց մեծ ցանկություն ունեն վերարտադրվելու տարբեր պատճառներով։ Մարդկա ուզում է մնա պաշտոնի, որտեղ
մոլի երկրպագա պաշտոնների։ Մարդ կազմը մնա պաշտոնի, որովհետև ինքը դա իրան հնարավորություններ է տալի, իշխանություն է տալի, փող է տալի, չգիտեմ ինչ է տալի։ Նիկոլ Փաշինյանի դեպքում լրիվ ուրիշ բան է։ Ինքը այնքան մեծ մեղքեր է գործել եւ հակասահմանադրական հակապետական գործունեություն է իրականացրել, որ համար սա կյանքի մահու հարց է։ Հետևաբար ինքը բոլոր գործիքները օգտագործել է, բայց դա սերսկիզմն է։ Եթե իր այս շռնդալից ինչ ասեմ, հակասահմանադրական քայլարշավը մենք չկանգնացրեցինք, այս մարդը գնալու է ռուսերեն մի հատ հարմար բառ կա, ասում է во все тяжкие։ Այնպես որ սպասեք ավելի զարգացումների, ծանր զարգացումների։ Իդեպ այսօր առավոտյան արդեն իսկ առաջարկներով է հանդես եկել, նա մասնավորապես մեկ առաջարկից խոսենք, հետո վերջին առաջարկից, նա առաջարկում է, որպեսզի պատարագից առաջ պետք է Հայաստանի Հանրապետության օրհներգը եկեղեցիներում հնչի եւ նաեւ եռագույն դրոշը տեղադրվի եկեղեցում։ Ինչ նպատակ ունի այս ամեն ինչը, ինչու է նա գնում այս փոփոխություններին, ինչ է ուզում անել։ Նիկոլ Փաշինյանը նախերտական անգամ ապացուցեց, որ ինքը հայ առաքելական եկեղեցու հետևորդ չի ու ոչ մի կապ չունի հայ առաքելական եկեղեցու հետ, որովհետև հայ առաքելական եկեղեցու ամբողջ ընթացակարգը դա 1700 տարվա չնչին փոփոխություններով, շտկումներով, լրացումներով շատ քիչ փոփոխություն, բայց հենց մեր հայկական եկեղեցին նրանով է տարբերում, որ շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել։ Բայց մարդը չի հասկանում, որ եկեղեցին եւ պետությունը դա լրիվ տարբեր իրականություններ են։ Հայ առաքելական եկեղեցում չի կարող դրոշը, ու ինչի է սա անում, որպեսզի այն մարդիկ, ովքեր ասեն, որ մենք դեմ ենք, սա նորմալ չի, ինչ կապ ունի Հայաստանի Հանրապետության օրհներգը կամ դրոշը եկեղեցու հետ, ու ինքը անպայման պիտի թիրախավորի, ասի, ահա, տեսեք, այս մարդիկ պետականությանը դեմ են։ Ինչպես կարող են դրոշին դեմ լինել, ինչպես կարող են հայկական դրոշին դեմ լինել կամ մեր հայկական օրհներգին դեմ լինել, հետեւաբար այս մարդիկ ուզում են, որ պետություն չլինի, լինի նորից եկեղեցին, մի աղբախ բան, բայց նպատակը դա է հիմնականում։ Անշուշտ դա ոչ մի կապ չունի մեր հայ առաքելական եկեղեցու։ Բայց արդյոք միայն դա է նպատակը։ Նպատակներից ինձ թվում է հիմնականը թիրախավորել, հերթական անգամ թիրախավորել։ Այսինքն մի բան ասել, որը գիտի, որ տարաձայնություններ է լինելու։ Բնականաբար, որտեղ չի կարող տարաձայնություններ։ Եկեղեցու ներսում է նաև լինելու այդ ամեն ինչը, եւ սա իրեն հարմար իրավիճակ է ստեղծում։ Եվ քաղաքական գործիչներին, եւ հանրային գործիչներին, եւ հավատացյալներին, իսկապես հավատացյալներին, եւ կրոնական կազմակերպության հայ առաքելական եկեղեցու հայրերի կամ չգիտեմ ոնց այնտեղ կոչվում իրանց այդ կառույցի հա ներսի կրոնական կազմակերպության թիմի մեջ տարաձայնությունները բնականաբար առաջացնելու, բացի երևի բանից Կճոյանը մի հատ էլ դրոշել սենց բան կան, էլի չգիտեմ որտեղ կխփի դրոշը ու ման կգա։ Այն Կճոյանն ու մնացածները իհարկե կհամաձայնվեն անպայման դնել, բայց մնացած իսկապես դա կապ չունի։ Դա չի նշանակում, որ կարևոր չի պետական դրոշ։ Ես ուզում եմ որ մեր լսարանն էլ շատ ճիշտ ստակ պատկերացնի, այնպես չի որ կարևոր չի հայկական դրոշը կամ հայկական գիմնը իհարկե կարևոր է, շատ կարևոր է, անկախ նրանից թե ով է իշխանության, գիմնի հնչելու ժամանակ ոտքի են կանգնում բոլորս, դրոշը տեսնելուց շատ խնայողաբար ենք վերաբերվում, ինքը չի կարող ամենտեղ գցած դրած լինի, այդ ամեն ինչ նորմալ է, բայց նաև կա տրամաբանություն, որովհետև եկեղեցին դա զուտ մաքուր դասական դասագրքային կրոնական կազմակերպությունն է եւ կրոնական կազմակերպությունը, որը ուղակի չի հիմնվել, ասենք մի 20 րոպե առաջ չեն տանել Պետրեկիստրում գրանցել մի եսի ինչի մասին։ Ամենայն հարգանքով բոլոր կրոնական կազմակերպությունների նկատմամբ ես երբեք չեմ ունեցել վերապահումներ որևէ կրոնական կազմակերպության նկատմամբ, ինձ համար կարևորը մարդը լինի իսկապես հավատացյալ, թե հիմա ու այդ հավատքի հիմքում դրված լինի սերը մարդկանց նկատմամբ մեկը մյուսի նկատմամբ սեր, դե ինչին է հավատում, դա իր նախընտրության հարցն է, բայց հայ առաքելական եկեղեցին իսկապես լրջագույն կառույց է իր անհիշելի ժամանակներից ավանդույթներով, կայացած կանոններով եւ ամեն կանոնի տակ կա տրամաբանություն, որովհետեւ այս եկեղեցին չի հիմնել պետությունը, այս եկեղեցին հիմնել են առաքյալները։ Եթե ինչ որ մեկը ախր այնքան անգրագետ են, որ անգամ այդ չգիտեն, պատմությունը չգիտեն, որ սա համարվում է Քրիստոսի, հա Աստծո ստեղծած եկեղեցի, մեր եկեղեցին Աստծո ստեղծած եկեղեցին է, Աստծո որդու մարմինն է այս եկեղեցին եւ հիմնել են առաքյալները, առաջի Թադևոսն ու Բարդուղիմեոսն են եղել, ախր այնքան դեգեներատ են, որ տարական բաներ իրանց համար սա պետության հետ ընդհանրապես կապ չունեցող process է, այնպես որ չէ իրանք շարունակել են, տեսան որ ժողովրդի մեջ սա մի տեսակ բան է, ցավ է առաջացնում, բայց ընդվզում չկա, բավարար եւ արժանի ընդվզում չեն տեսնում դրա դիմաց ու փորձելու են անընդհատ ցավոտ վերքին, այսպես հարվածներ հասցնելու եւ հաջորդիվ քայլերն էլ կարծում եմ շատ ավելի կոշտ են լինելու
Բարի Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգները շատ ավելի կոշտ են լինելու, բայց կարծում եմ, որ ինքը դրա պատասխանը պիտի որ ստանա։ Ես զգում եմ, որ պատասխան տալու ժամանակ ավելի ինչ կոշտ քայլերի է գնալու։ Վեհապարին կալանավորի, մնացել է միայն նա։ Պաստոն Սրբազաններին կալանավորել է։ Եկեղեցիներ մտնելը նաև այդ սրբապիղծ իրենց process-ը իրականացնելը, որովհետև դա պատարագ են կոչում շատեր, բայց դա պատարագ է կապ ու աղերս չունեցող process է։ Դա այո, կրոնական կազմակերպության բնորոշ հագուստը կրած մարդիկ են, ինչ որ ձևի փոխկապակցված նաև ժամանակին կամ ներկայումս փոխկապակցված անձինք են իրականացնում process-ը, բայց դա ունի հստակ կանոնակարգում։ Եվ եթե այդ կանոնակարգը խախտվում է, եւ առավել եւս եթե զավթվում է սեփականություն հանդիսացող տարածքը, այսինքն կապարակնքված տարածք են մտնում ինչ որ խումբ մարդիկ եւ որոնք իրավունք չունեն այդտեղ գտնվելու, որովհետեւ շատ հստակ է այդ կանոնակարգը, այնտեղ եթե թեմի առաջնորդը համաձայնություն չի տալիս, մենք որևէ մեկ բազոն կանոնակարգը լրիվ արհամարում են իրենց որոշած սահմանադրության, ինվերսիոն սահմանության հերն անիծել են միջազգային կոնվենցիաների խղճի ազատության հետ կապված հերն անիծել են, ամեն ինչ հերն անիծել են, բայց նորից սա պատահական չեն անում։ Նիկոլ Փաշինյանը ուզում է ցույց տա, որ ինքը ուղղակի սենց կեղտոտ կոշիկներով կանցնի ամեն ինչի վրայով, այդ թվում նաև սահմանադրության վրայով։ Ու այս պահին շատ կարևոր է հասկանալ, կապ չունի դուք սիրում եք վեհապարին, չեք սիրում, ինչ որ մի կոնկրետ եկեղեցի է այս պահին թիրախավորել թե չէ, սահմանադրությունը ժողովուրդ, շտա սահմանադրությունը ձեր ներպետական օրենքները ուղղակի արհամարված են եւ սրա հաջորդիվ ինչա լինելու, որ որևէ մեկի իրավունքը պաշտպանված չի լինելու, որևէ ոլորտում պաշտպանված չի լինելու։ Հատկապես որ արևմուտքը գիտեք, մի այլ կարգի լռում է, մի այլ կարգի չտեսնելու է տալիս, դե դա Իդեպ այս ամեն ինչն էլ չի վերաբերում ընդդիմությանը, որ ասած թե լռում են։ Եկեղեցու հետ կապված եւս, կուսակցությանը չի վերաբերում, մաքուր կրոնական կազմակերպության, դե որովհետեւ իրենք էլ ունեն իրենց հետաքրքրությունները։ Այդ դավանանքի խղճի ազատության եւ այլն այս ամեն ինչը այդ չեն տեսել, չեն լսում։ Մարդիկ կան որ չեն լսում։ Չէ, այլևս կարևոր է, ինչ որ պահի դա կարևոր կլինի եւ դա կարևոր համարելու հարց պիտի պարտադրենք մենք ներսից անկախ մեր տարաձայնություններից, մեր քաղաքական հայացքներից, մեր նախասիրություններից, մեր, չգիտեմ, ինչա մետ լինելուց, սա այն հարցերից մեկն է, որ իսկապես ինքնության հարց է։ Սա շատ լուրջ հարց է, սա ավելի լուրջ հարց է, քան կարելի է պատկերացնել, որովհետև սա սկիզբն է, սա նախերգանքն է նրա, ինչ լինելու է սրանից հետո շատ ավելի ծանր process-ներ են տեղի ունենալու։ Դուք կարծում եք իսկապես տեղի ունենալու, որովհետև այսպեսի կարծիք կա, որ այս ամենը միջև ընտրություններ են, ընտրություններից հետո վեհապարն էլ հանգիստ կթողնեն, եկեղեցին էլ հանգիստ կթողնեն։ Եկեք ես մեր տեսակետը, մեր թիմի նժար սամդրական շարժման տեսակետը ասեմ, մենք շատ երկար ու դժվար քննարկումներ ենք ունեցել, ու մենք ներքին համոզմունք ունենք, որ անգամ միջև նոր տարին, միջև ամանոր գուցե եւ գնանք շատ կտրուկ քայլերի վայեպարի հետ կապված, որպեսզի անգամ հնարավորություն չունենա ամանորյա իր շնորհավորանքը հնչեցնելու, առավելագույն ժամկետը կլինի զատիկը, միջև զատիկ իրենք հաստատապես կուզենան այդ process-ն էլ ավարտին հասցնելու։ Շատ կոշտ քայլեր են գնալու, նորից ցույց տալու համար, որ այս երկրում մի հատ տղամարդ կա, ու այդ մի տղամարդը ինքն է։ Նիկոլ Փաշինյան։ Հիմա նա ցանկանում է, որպեսզի եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ գծվի, երբ որ վեհապարը հեռանա, նա այնտեղ խոսում է, որ պետք է բարեվարկության կանոններ մշակվեն, եկեղեցու թափանցիկության հարցն է առաջ քաշում եւ մի շարք այլ փոփոխություններ, նաեւ դրական, այսպես փաթեթ է առաջարկում, այսպես սոցիալական կենսաթոշակների հետ կապված, եկամտային հարկի վերադարձի եւ այլն, հոգեվորականներին եւ այլն։ Այսինքն կոնկրետ միջամտություն նաեւ եկեղեցու ներսի գործերին միանշանակ եւ սա քրեորեն պատժելի գործողություններ են։ Նիկոլ Փաշինյանի ես 1000 անգամ բոլոր եթերներից ասել եմ, Նիկոլ Փաշինյանին քիչ է որ ինքը անձնապես հակասահմանադրական գործողություններ է իրականացնում, ասել է թե ինքը հանցագործ է։ Նիկոլ Փաշինյանին պետք է բոլորին սարքել այն բան հին ժամանակներում ասում էին գործով են իրար հետ, ասում հանցակից դարձնելու եւ պատասխանատվությունը իր հետ կիսելու։ Բոլորին ստիպում է պարտադրում է գալ իր կողքին կանգնել եւ դառնալ հանցակից։ Եվ շատ հետաքրքիր է, որ այս process-ից ինչու եմ ես համոզված, որ սա սկիզբն է, ավելի ծանր դեպքեր են լինելու, այդ թվում նաեւ փախ լինելը ԿՊ-ի կուսակցությունից տարբեր պատգամավորների հուշում են, որ կան մարդիկ, որոնք պատրաստ չեն իրենց վրա վերցնել այն ավելին, քան միջև էս պահը արել են։ Չգիտեմ, Լենան Նազարյան ոնց որ թե տենց
հանկարծ որոշելա, որ ինքը չի ուզում քաղաքականությամբ զբաղվի, ոնց էր անունը Սուքյասյանն է որոշել, որ հանկարծ որոշում է, որ հենց հիմա պետք է ինքը զբաղվի բիզնեսով։ Դե մեկն էլ Հրաչյա Հակոբյանն էր։ Մեկը հա, Հրաչյա Հակոբյանը, նու իրանց չեն թողել, արդեն ուշ է։ Լիքը իմիջիալից ասեմ, որ դուք դուրս գաք, դուրս չգաք, արդեն ուշ է, որովհետև այն հանցագործությունները, որոնք արդեն տեղի են ունեցել եւ այն ինչին դուք մասնակից եք եղել ձեր քվեարկություններով, ձեր, չգիտեմ, այդ process-ներին մասնակիցին, արդեն ուշ է։ Հուսամ ձեզ Բայց կարծում եք դա է պատճառը իսկապես։ Կարծում եմ, որ մի մասի համար անձնական էսպես խնդիրներ են։ Օրինակ Հակոբ Արշակյանի դեպքում ասում են, որ նա վիրավորվել է, երբ որ իրեն թույլ չտվեցին մասնակցելու քաղաքացիական պայմանագրի վերջի այդ մեծ խոշոր հանդիպմանը, որովհետև անդամավճարը չէր վճարել 30,000 դրամի համար եւ վիրավորված է շատ դրանից բար։ Իրանք վիրավորվել է գիտեմ։ Փաստորեն միջև որ իրանց անձին չի կպնում խնդիր, իրանք չեն վիրավորվում։ Իրանք Նիկոլ Փաշինյանից չէին վիրավորվել, երբ որ Արցախը դատարկվեց, իրանք Նիկոլ Փաշինյանից չէին վիրավորվել, երբ որ հակասահմանադրական գործողություններ էր անում։ Իրանք Նիկոլ Փաշինյանից չէին վիրավորվել, երբ որ եկեղեցու վրա հարձակումներ էր տեղ ունենում, լպիրշ ու լկտի խոսույթով հանդես էր գալ։ Իրանք նեղանում են այն ժամանակ, երբ որ վիդիտիլը իրանց ինչ որ միտեղ թողել են կամ չեն թողել, ինչ որ վճարելա թե չի վճարել։ Այս մարդիկ իրանց անձնական շահից դենը ոչ մի բան չեն պատկերացնում։ Այս մարդիկ տենցել այդ 7 տարվա կտրվածքով, լավ գոնե հանրային գործիչ դառնան, քաղաքական չդառան, հասկացանք, սրանցից ոչ մի քաղաքական գործիչ չի։ Իսկի հանրային գործիչ չդարձան, իսկի հանրության շահերը պաշտպանելու տեսակետից չեն կարողանում հանդես գալ։ Այնպես որ կլինեն մարդիկ, մի մասին ուղակի գուցե էլի շատ մարդիկ կլինեն, ովքեր կուզենան դուրս գալ այս խաղից, բայց կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այդ հայտնի կամպրոմատների եւ ԱԱՑ-ի այցելությունների ֆոնի վրա, լիքը մարդու վրա, լիքը բաղնիքներում նկարված եւ ոչ միայն բաղնիքներում նկարված բաներ կունենա, կամպրոմատներ կունենա, ու լիքը մարդու ուղղակի չի թողի որ դուրս գան այդ խաղից։ Նիկոլ Փաշինյանի ձեռքերից բարիքներ, թաթիկից բան ուտելը, հա, տենց իրանց թվում էր թե այսինչ լավա տանտեր դառանք, ավտոյի տեր դառանք, դաչայի տեր դառանք, չգիտեմ ինչի տեր դառանք, այդ Անվերսմա քթերից գալու է բոլորի, քթներից տա բերել, դուք լավ չեք ճանաչում այդ մարդուն։ Այդ մարդը բոլորից սարքել է, արդեն սարքել է հանցակից, B ինքը շարունակում է ձեզ օգտագործել իր նպատակներին հասնելու համար, իսկ իր նպատակները ոչ մի կապ չունեն ոչ Հայաստանի հետ, ոչ հայության հետ, ոչ ուն պետականության հետ։ Այդ մարդը ուղղակի էլի ասել եմ բազմիցս փափուկ խաղալիք է օտարի ձեռքում, փափուկ խաղալիք։ Ինքը ստեղ է իրան Ազրայելի տեղ դրել, տենց ձեռը սեղանի խփելով անհասկանալի հայացքներով նայում է տենց իրան թվում է շատ մարդիկ հուզվում ու բանել մտատանջությունների մեջ են ընկնում, բայց դուրսը ինքը ցավում եմ, շատ մեծ ցավում ասում, բայց ինքը դուրսը փափուկ խաղալիք է դարել, ով ոնց ուզում սենց են սլայմեր կան, որ սենց ճմրթում են ու ինչքան ձեռից ձեռա գնում, վերջում գալիս է պիտանի չի լինում, ստիպված տանում տվյալ դեպքում քաղաքական աղբաման մեզ շպրտելու։ Դժվար է լինելու, բայց ես կարծում եմ հատկապես հիմա եկեղեցու հետ կապված արձագանք պիտի ունենանք։ Մենք որպես հանրություն պիտի կարողանանք։ Ինչ արձագանք պետք է լինի։ Համարժեք արձագանքը պիտի լինի համարժեք։ Այսինքն գետնի վրա արձագանք, մարդիկ հավաքվեն պիտի լինի, ես այդպես եմ կարծում եւ այս այն իրավիճակն է, որտեղ պիտի մեր բոլորի տարաձայնությունները մի կողմ իսկապես դրվի մի կողմ, որովհետեւ եթե ինքը մտավ, եթե ինքը այն նույն ձևի կապարակնկված դռները բացի մայր տաճարի ու մտնի ներս, եթե ինքը կաթողիկոսին կալանավորի, սա լինելու է բավականին լուրջ հարմ, մեղմ ասած սա լինելու է այն անդառնալիության գիծը, կետը, որտեղից ժողովրդին հետ բերելը շատ դժվար է լինելու, սա հոգեբանորեն շատ ավելի դժվար է լինելու։ Ես հույս ունեմ, որ դա կարծի իր որոշման վրա կարծում եք, եթե մեծ թվով մարդիկ դուրս գան կամ մարդիկ դուրս գան առասարակ։ Եկեք ասեմ։ Թե լինել հենց այդ է պետք, որ մարդիկ դուրս գան։ Կազանի հրապարակում հավաքված տարբեր թվեր են ասում, միջինացված եկեք ասենք 50,000 մարդ երբ որ կանգնած էր հրապարակում, ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ բան եմ ասում, որ ներսից եմ ասում։ Լիքը մարդ, ԿՊԱ-կաններ, իրանց ընտանիքներով անգամ շորերը չեն հավաքել։ Այն ձեռի տակ եղած ասում անձնագիր եւ տոմսերը վերցրել են, որ հեռանան Հայաստանից։ Եթե դա մի քիչ ավելի երկար տևեր, ԿՊ-ներ Հայաստանում չէր լինելու։ Այնպես որ չկա աշխարհում այդպիսի իշխանություն, որը չի վախենում սեփական ժողովրդից։ Բայց արդեն երրորդ տապալումը փաստորեն մեծ ավելի վստահություն իրենց մոտ բերեց։ Ընդդիմության քայլերի տապալումը իրենց մոտ ավելի համարձակություն,
լպիուշություն բերեց, լկտիություն բերեց, սանձարձակություն բերեց, որովհետև իրենք հասկանում են, որ ամեն անգամ երբ իսկ ժողովուրդը պատրաստ է դուրս գալ փողոց, ես դրանում ներքին համոզմունք ունեմ, այդ թվում նաև Բագրատ Սրբազանի հետ process-ի ժամանակ փողոցում կանգնած էին։ Ես եղել եմ հրապարակում, գնացել էի հերթական մոնիտորինգի տեսնեմ ինչքան ոստիկանություն կա, ինչքան ժողովուրդը ովքեր են այնտեղ հավաքված, ու իրար կողքի կանգնած էին մարդիկ, ովքեր առօրյա կյանքում իրար ուղակի չեն բարևում։ Ես գիտեմ այդ մարդկանց, որոնց մի հրապարակում կանգնելը ուղակի անհնարին էր պատկերացնել, բայց մարդիկ ունեին դժգոհություն, մարդիկ ունեին վիրավորանք, մարդիկ ունեին ցավ, ցասում եւ պատրաստ էին դուրս գալ փողոց։ Միջև այն պահը ցավոք սրտի, երբ որ մարդիկ ովքեր չեն հասկանում, որ իրենց մերժել է հասարակությունը, գալի ու հայտնվում են արտակներում։ Ցավում եմ, բայց կարծում եմ հաջորդ այ ընդվզումը պետք է ուղղակի շատ ճիշտ մտածված լինի, շատ ճիշտ կազմակերպված լինի։ Որովհետև դա եւս կարող է իշխանության կողմից օգտագործվել եւ հետո դառնալ բախումներ լինեն, ավելի մեծ բանի Նիկոլ Փաշինյանի խնդիրների երազանքն է բախումները, որտեղ ինքը ամեն անգամ գնում է գործողությունների, որոնք կարող են ավարտվել բախումներով, գնում է գիտակցված, բայց փառք Աստծո մեր ժողովուրդն էլ, մեր հասարակությունն էլ, մեր այդ թվում նաև տվյալ դեպքում եկեղեցու հետ կապված հատկապես եկեղեցին էլ շատերը մեղադրում են ավելի մեղմ լինելու վճռական չլինելու մեջ, բայց ես կարծում եմ, որ եկեղեցին իմաստուն որոշումներ է կայացնում շատ դեպքերում, որովհետև շատ կարևոր է, որ մենք քաղաքացիական բախում ներսում չունենանք, բայց այն որ իրանք կարող են եւ հրահարել այդ բախումը եւ կազմակերպել այդ բախումը եւ Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնի իր համար մարտի 1 կազմակերպել իր հրահանգով ոչ մի խնդիր չկա այդ մարդը չունի բարոյական նորմեր բարոյական շեմեր արժե համակարգի կրող չի այդ մարդը ուղղակի այդ պաշտոնում վերարտադրվելու համար պատրաստ է գնալ ցանկացած քայլի ցանկացած Իդեպ վերջին ասուլիսի ժամանակ ճեպազրույցի ժամանակ ասում էր որ անցնցում ճանապարհով են լուծելու վեհապարի հեռացման հարցը թե որքան իր ասոցին հավատարիմ կմնա Փաշինյանը բարձ չէ Նիկոլ Փաշինյանը այն բացառիկ քաղաքական գործիչներից է, որը երբեք իր խոստումներին չի հետևում, հետո զարմացած ասում է ես տենց բան եմ ասել։ Իմիջիալս նկատել եք ամբողջ աշխարհում այդ վիճակն է։ Քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը ղեկավարների երկրների, տարբեր երկրների, շատ տարբեր իրարից երկրների, մեծ փոքր երկրների, ու ինչ որ մի բան ասում են, հետո հաջորդ օրը երեկոյան որ հարց է տալի, լրագրողները հարց են տալի, ասում են ինչ ես տենց բան եմ ասել։ Նիկոլ Փաշինյանը դրանց բոլորին գերազանցել է, բոլորին այս լրիվ հակառակ խոսույթ ունեցող մարդը կամ լրիվ մի տեսակի խոստումներով եկած իշխանության եկող մարդը գալիս ասում է իշխանության ու լրիվ հակառակ բանն է անում, հետո ասում է դե ժողովուրդը ասում է ես զայն ա տվել, այլ չի ասում որ ժողովուրդը քեզ դրա համար չի զայն տվել, ինգեր ջան, դու լրիվ ուրիշ խոստումներով ես եկած, այդ տեղը որ նաև լեգիտիմության հարցն այսօրվա իշխանության լեգիտիմության հարցը շատ լուրջ է դրված, որովհետև Երբ որ դու գալիս ես քեզ իսկապես ընտրել են մարդիկ, բայց ընտրել են կոնկրետ գործողությունների, խոստումների համար, դու եկել ես լրիվ հակառակ բանն ես արել, դու լեգիտիմ չես։ Բացի նրանից որ դու լեգիտիմ չես, դու դիկտատոր ես, որովհետև երբ որ դու գնում ես սահմանադրական բոլոր նորմ չի մնացել էլի որ ինքը չի խախտել հակասահմանադրական գործողությունների ես գնում եւ իրավապահ մարմինները քեզ չեն արձագանքում քո գործողությունների վերաբերյալ համարժեք գնահատական չեն տալի ինքեր դու դիկտատոր ես երբ որ դու մի զանգով արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին դատական համակարգի հեռացնում ես SMS-ով կամ չգիտեմ ինչ որ քո ծանոթ բարեկամն ես բերում նշում դա դիկտատուրա է ինգեր դու այլևս դիկտատուրայի մեջ եք ապրում եւ սա չտեսնելը եւ սա արդարացնելը դա հանցակցություն է ես իսկապես խորապես անտարբեր եմ թե այս process-ը արդարացնողների հետ ինչ ճանապարհ ենք անցել, ինչ դժվարություններ ենք անցել, ինչ պայքարի մեջ ենք եղել, միասին ենք եղել, մի խրամատում ենք կռիվ տվել։ Ինձ համար անտարբեր, որտեվ դուք դառնում եք ընկեր հանցակից։ Այ բոլոր այն մարդիկ, ովքեր այսօր արդարացնում են Նիկոլ Փաշինյանի գործողությունները, դուք հանցագործներ եք հավասարապես Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև դուք հանրային դեմքեր եք, որովհետև դուք կարող եք կանգնեցնել այս կործանման, այս անկման process-ը, դուք կարող եք ստիպել ու պարտադրել Նիկոլ Փաշինյանին գնալ ժողովրդավարության զարգացման ճանապարհով եւ ոչ թե բերել ու
ստեղծել հող, որ ինքը դառնա դիկտատոր, բայց դուք գնացիք հակառակ ճանապարհով, գնացիք, որովհետև չգիտեմ, գուցե ձեր վրա էլ կամպրոմատներ ունի։ Գուցե ձեր հետ կապված նկատի ունեք իրավապահ համակարգը, նախարարներ իր հատկապես քաղաքասարակությունը, որովհետև ուժայինները միշտ ենթարկվել են օրվա իշխանություններին։ Ցավոք սրտի մենք ունենք համակարգ, որի պայմաններում այլընտրանք ուղղակի չկա։ Վերահսկողության տարբերակ չկա, սրա վերահսկելու մի տարբերակը մեր քաղաքասարակությունն է եւ այն կուսակցությունները, որոնք իրենց դիրքավորում են որպես ընդդիմադիր, հատկապես այն կուսակցությունները, որոնք իրենց դիրքավորում են որպես արևմտամետ ընդդիմադիր, այդ է вообще մեռնելու վիճակը, այլ այն որ գալիս են կանգնում են արևմտամետները արդարացնում են հակասահմանադրական գործողությունները, արևմտամետները արդարացնում են եկեղեցու դեմ կրոնական կապ չունի որ կրոնական կազմակերպության դեմ գործողությունները, արևմտամետ ներկայացվող կուսակցությունները թիրախավորում են այն մարդկանց, ովքեր եկեղեցում բարձրաձայնել էին վեհապարի եւ թեմի առաջնորդի անուններն էին բարձրաձայնել, այդ մարդկանց նկարները դնում են LGBT համայնքի դրոշով, ասում են, տեսեք, այս մարդիկ LGBT համայնքի ներկայացուցիչները, դուք արևմտամետ եք, ալո, այս մարդու ազատությունները, մարդու իրավունքները ձեր գաղափարի հիմքում պիտի դրված լինեն։ Իդեպ լրություն է Երևանից, երբ որ հոգևորականներին թույլ չեն տվել մտնել եկեղեցի, կապարանակնքել են, բացի այդ տեսանք, որ քաղաքացիներին ուժով դուրս հանում եկեղեցի։ Լրագրողների աշխատանքներն են խոչընդոտում, իհարկե չի լինի, ով պիտի խոսա։ Պրծելա քաղաքասարակությունից, ասում եմ, մնացել է մատերի վրա հաշվելու մի քանի կազմակերպություն եւ անհատ։ Մնացածը բոլորը շատ հարմար տեղավորվել են տարբեր տեղերում։ Հարց տվեք մարդկանց, ինչպես են մարդիկ տարբեր, այդ թվում նաեւ պետական պրոյեկտներում, որպես էքսպերտներ ներգրաված, ինչ ֆինանսավորում են ստանում, այդ թվում նաեւ պետական բյուջետից, ճշտեք, ինձ թվում է դա գաղտնիք չի լինի ու կտեսնեք թե այն մարդիկ, ովքեր պիտի խոսեին, ինչու չեն խոսում այսօր։ Եվ իրենց բարեկեցությունը մարդիկ շատ ավելի բարձր են գերադասել, քան իրանց, ինչ ասեմ, կարգավիճակից բխող իրենց պարտականությունները իրականացնելու այդ պարտավորությունը։ Սա ցավալի է, բայց եւ չեմ բացառում նաեւ, որ որոշ մարդկանց վրա կարող են մնալ նաեւ կամպրոմատներ, այնպես որ հրապարակեցին ոնց էր անունը, քերա կնոջ, այդ բնույթի ինչ որ բաներ կարող են լինել, ձայնագրություններ կարող են լինել, ամեն ինչ կարող է լինել։ Այս մարդիկ այսօրվա իշխանությունը զերո բարոյական նորմեր ունի։ Այնպես չի որ նախկին իշխանությունները այդ նույն կամպրոմատներ, ձայնագրություններ չեն օգտագործել, այդպես չի, բոլոր ժամանակներում օգտագործել, բայց դա արվել է, այն որ ասում է շնորհքով։ Հասկանում եք, մի բան է, երբ որ դու կանչում ես, ասում ես, այ ինգեր ջան, այս քո վրա sense բան կա, մի հատ դիմում գրի, դավայ, այս կոմերը չերևաս։ Լրիվ լպիրշություն է եւ հասարակական այդ մռալ, ոնց են ասում, բարոյական նորմերի խարխլումը, կազմաքանդումը, բարոյական ոչնչացումը հատուկ, երբ որ տարածում են դա մամուլում, վերաբերմունքը մարդկանց մոտ փոխելու համար վերաբերմունքը, այսինքն վստահությունը։ Ամենակարևորը որ չեզոքացնում են, զրոյականացնում են վստահությունը եկեղեցու նկատմամբ, պետության նկատմամբ, պետական մարմինների նկատմամբ, արդարադատության համակարգի նկատմամբ, քաղաքասարակության նկատմամբ, քաղաքական ուժերի նկատմամբ, բոլորի նկատմամբ փորձում են այ վստահությունը։ Ամենամեծ բանը, արժեքը հիմա մեզ մոտ պիտի լինի վստահությունը, որովհետև երբ որ մենք կարողացանք վաստակել այն թիմը, այն ուժը, այն խումբը մարդկանց, որոնք կարողանան վաստակել հասարակության վստահությունը, իրենք հաստատապես հաղթացել, որովհետև իշխանությունը այսօր փողոցում է, Նիկոլ Փաշինյանը չունի իշխանություն։ Խոսենք նաև Աշակ Սրբազանին վերագրվող մեղադրանքին, թմրամիջոցների իրացման հետ կապված, ինչ կասեք 7 տարվա վաղեմության այս գործի հետ կապված։ Ինչու հիմա հիշեցին եւ փաստորեն դա հիմք հանդիսացավ, որ կալանավորեն։ Տեսակ նմանություն կա բանի հետ, Միքայել arczepiskopos-ի հետ, վաղեմության առումով։ Հա, մի անգամ որոշ 7 տարվա մեջ չէին ձերբակալում կալանավորում։ Տեսնում են այդ թղթի բանը, պատասխանում են Ժորժյան, ստե բան չկա, գործ չկա անել, ինչ քրեական գործ, ինչ բան հետ են ուղարկում, հետո հիշում են, մարսից մի հատ թուղթ կար, ասում են, այդ թուղթը մի հատ նորից ուղարկի է։
նույնը այստեղ ա եղել, հա ինչ որ թուղթ են ստացել, հասկացել են որ դա ապուշություն է, որ դա անհետեթություն է, էլի անտրամաբանական ինչ որ process է, ինչ կապ ունի, ասում է, где курак, где мой дом, где արշակ, где բան, թմրանի նյութ։ Բայց հասկացել են որ չէ, հիմա ժամանակն է, քթել են այդ բողոքողներին, ասել են հələ մի հատարի մի հատ էլ դիմում գրիլ, մա տեսնենք ինչ կասես մեզ։ Այդ առիթով ինքն է մեծ սիրով եկել, չգիտեմ, գուցե այդ տղաները ովքեր որ ոնց էր կոչում այդ շարժումը, Նոր Հայաստան, Նոր Հայաստան, որ նոր ոնց հայրապետ, ես չեմ բացառում, որ իրանք իսկապես ունեցել են ինչ-որ լավ մղումներ, չգիտեմ։ Բայց ասում եմ, երբ որ այս process-ը ընթանում է ու դու դառնում ես դրա մասնակից, դու չես հասկանում, որ սա հայկականության կամ հայ ինքնության դեմ հարված է, դու ինչի ես գնում մտնում, ինչի ես բզբզում, ինչի ես դառնում խաղալիք իրանց ձեռը կարած բացատրես։ Ես չեմ կարծում, որ այդ մարդիկ այնքան մտածելու կարողություն չունեն, որ չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Բայց այն որ ասում բան կա, չէ, նպատակին հասնելու համար ցանկացած գործողություններ ընդունելի չեն։ Կա իրավիճակ, երբ որ դու քո սեփական ամբիցիաները պիտի շատ ավելի երկրորդ, երրորդ, 10-րդ տեղը դնես, որովհետև խնդիրը, որին դու բախվել ես, շատ ավելի լուրջ է եւ շատ ավելի խորքային է եւ շատ ավելի վնասարար է, քան այն ինչ նպատակ դու հիմա հետապնդում ես։ Եկեք թող վիճակը հանդարտվի, նստենք հանգիստ խոսանք, հասկանանք, տեսնենք ինչ ենք անում։ Բայց այս իրավիճակում գալ դառնալ իրանց մասնիկ, հետո էլ գնալ հետները, չգիտեմ, ինչ որ թղթեր գրել, ցուցմունքներ տալ շատ ամոթ է, անկեղծորեն շատ ամոթ է։ Ես ամաչում եմ, որ մեր մոտ բարձում է այդքան գիտակցություն ունեցող, ողջամտություն ունեցող մարդիկ պակասել են հանրային դեմքերի մեջ, էլի։ Իսկ այդ մարդիկ հանրային դեմքեր են, շատ եմ ափսոսում։ Բայց չէ, ոչինչ, հուսահատվել պետք չի, որովհետև ես իսկապես զգում եմ նախ մի քանի հետաքրքիր բան եմ զգում։ Այնքան շատ մարդիկ կային, որոնք մեր միջավայրը հայկական այնպեսին էր, որ բոլորս հարգանքով ենք վերաբերվում եկեղեցուն, բայց տենց շատ ոչ խորանում էինք, ոչ էլ բան ենք անում։ Դե ասում եմ, մի զույգ մոմեր վառում էին, Կիրակի օրը գնում կամ չէին գնում, չգիտեմ, կամ ինչ որ արարողությանը մտնեին դուրս գային։ Ես տեսնում եմ ինչքան շատ փոփոխություն կա, մարդիկ փորձում են գիտելիքներ ձեռք բերել, ինչ որ նյութեր են կարդում, ինչ որ տեղեկություններ են ստանում, հարցեր են տալի իրար, եկեղեցի գնացողների թիվն է էականորեն ավելացել, երիտասարդների թիվն է ավելացել, սա շատ իսկապես շատ հետաքրքիր process է տեղի ունենում, շատ կարևոր հարց է։ Այն ասում է, ինչ ասեմ, բարոյալքված մարդկանց, ովքեր իսկապես լուստրացիա պիտի իրականացվեր եւ եկեղեցուց մաքրվեն այդ մարդիկ, ինքնալուստրացվեցին, գնացին, արդեն պարզա, ասում է, ցուցակը արդեն պարզա, դրա վրա ոչ ժամանակա պետք ճախսել, ոչ անձերը պետքա ճշտել ինֆորմացիաները։ Նա ասում է, իրանք իրանց ոտով եկան կանգնեցին այնտեղ։ Այդ մի հարց է։ Բայց այդքանով չի սահմանափակվում։ Իհարկե չի սահմանափակվելու, բայց սա դրական process-ներն է, որը մենք ականատես ենք լինում։ Եվ մյուսը հասարակությունը իսկապես սկսում է արդեն այն ներվի վրա խաղալ, էլի, արդեն ներվը կա ներսում, եւ ես կարծում եմ, որ ինքը պետքա ճիշտ դիրքորոշում հայտնել։ Բոլորին պետքա հասկանալ, որ ճիշտ ժամանակն է դիրքորոշում հայտնելու եւ դա պիտի լինի շատ լուրջ։ Դե բայց մարդկանց էլ կազմակերպել է պետք։ Եթե դուք խոսում եք աջակցության մասին, կազմակերպվածությունն է պետք։ Անպայման վստահությունը, կազմակերպվածություն եւ վստահություն։ Վստահություն, որ մարդկանց հերթական անգամ մատերի վրա չեն խաղացնելու։ Իսկ դա հնարավոր է իրականացնել, այնպես որ չհուսատվեք, չընկճվեք, այո շատ վատ է, բայց խնդիրները լուծելու հնարավորություն անշուշտ կա եւ մենք դրա պիտի լծված լինենք բոլորս։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս Նժար Սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։